Խանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառում։ Մասնաճյուղի ուսանողների կողմից կազմակերպված միջոցառումը ևս մեկ անգամ հիշեցրեց ֆաշիզմը հաղթածների հերոսության մասին։ Это благодарность героям, которые подарили нам будущее ценой собственной жизни. Поэтому давайте сегодня с уважением и благодарностью почтим память наших героев минутой молчания, которые подарили нам мирное небо и будущее. Մասնաճյուղի տնօրեն պատմական գիտությունների թեկնածու Ռուսաստանի Դաշնության կրթության պատվավոր աշխատող Թամարա Ռազմիկովնա Վարդանյանը հանդես է եկել հանդիսավոր խոսքով։ Նա ընդգծել է հաղթանակի հատուկ նշանակությունը ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ հայ ժողովրդի համար։ Եթե ֆաշիզմը հաղթեր, ոչ միայն Խորհրդային Միությունը կդադարեր գոյություն ունենալուց, այլև Հայաստան չէր լինի։ Խորհրդային Հայաստանի սահմաններին կանգնած էր թուրքական բանակը եւ հենց Ստալինգրադի ճակատամարտում տարած հաղթանակն էր, որ կանխեց նրա մուտքը պատերազմի մեջ։ Կարևոր է, որ ուսանողները իմանան եւ հիշեն սա։ Հաղթանակի համար Խորհրդային ժողովուրդը բարձր գին վճարեց, որը պահանջեց հսկայական ջանքեր եւ կորուստներ, եւ մենք պարտավոր ենք պահպանել այս հիշողությունը, նշել է Թամարա Ռազմիկովնան։ Մասնաճյուղի ուսանողները պատրաստել էին հուզիչ ելույթներ հաղթանակի երգերը, որոնք տասնամյակներ անց շարունակում են սրտեր հուզել։ Ինչպես նաև ավանդական վալսը, սիրո, մարդկայնության եւ չարիքի նկատմամբ բարության հաղթանակի խորհրդանիշը։ Միջոցառումը փայլուն կերպով եզրափակեց հայրենասիրական ներկայացումը դհոլի նվագակցությամբ եւ հայկական ժողովրդական պարով։ Միջոցառմանը մասնակից ուսանողների հիմնական ուղերձն էր, քանի դեռ հիշում ենք սխրանքտան մահ է, եւ քանի դեռ հաղթանակի հիշատակը ժողովրդի քաջությունն ու հերոսությունը կենթանի են, պատմությունը չի կարող ջնջվել կամ մոռացվել։